Պարոն Սահակյան, բարև ձեզ։ Ասում են այսօր միանշանակ ընտրվելու է Սերժ Սարգսյանը որպես կուսակցության նախագահ։ Այլ ընտրանք չկա։ Ես կարծում եմ ավելի լուրջ եւ դրամադրող հարցեր կարելի է տալ։ Սերժ Սարգսյանը ընդունում մեր կուսակցության կողմից եւ կարծում եմ դրա արժեքավորումը հենց այսօր չէ, որ պիտի մենք որոշենք, դա իր ապրած կյանքն է եւ իր փորձությունները։ Պարոն Սահակյան, 4 ուժեր կառավարության ծրագիրը բոյկոտեցին, ինչ եք կարծում, ինչու։ Չէ ասելու մոտեցումներ է ձևավորվել, փորձում են հաղթահարելի դարձնել այն, ինչը որ կարելի ավելի լավ օգտագործել, համագործակցել, քշիռները ավելացնել, նրանց բոյկոտել չբոյկոտելը կապված է հենց իրենց հեղինակությունից, որովհետև քաջ գիտակցում են, որ կարելի է ավելի հզոր ճանապարհ անցնել, ավելի նոր որդեգրումներ ունենալ, կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ շահելու որևիցե խնդիր ունեն, առաջիկայում համալրելու իրենց շարքերը եւ սա է պատճառը, որ փորձում են իրենց դեմը արտահայտել ընդհանրապես իշխանությունին։